Մի քանի բաժակն ու մեկ սխալ որոշումը կարող են արժանալ հազարավոր դոլարներ եւ վարորդական իրավունք։ Գլենդելում ոստիկանությունը DUI checkpoint ունի։ Երկիրը մի քանի վայրկյան ցնցվեց, բայց հետևանքները կարող են ավելի երկար զգացվել։ Տասնամյակների ամենաուժեղ երկրաշարժերից մեկը հարվածել է գյուղատնտեսական շրջանին։ Կադետից մինչև ոստիկանապետ, մեկ կարիերա, մեկ քաղաք եւ նոր պատասխանատվություն։ Գլենդելը նոր առաջնորդ ունի ոստիկանության ղեկին, իդեմս հայ-ամերիկացու։ Գլենդելում բազմազանության մասին խոսքերը դուրս են եկել քաղաքապետարանի դահլիճից եւ տեղափոխվել փողոց։ Քաղաքում առաջին անգամ կանցկացվի գեյ պարադ։ Հայաստանից, Մոսկվայից, Բեյրութից, Կանադայից եւ Լոս Անջելեսից մեկ դրոշի ներքո Հայաստանի հավաքականը կրկին փորձում է միավորել աշխարհասփյուռ հայությանը բասկետբոլի միջոցով։ Այս եւ մի շարք այլ թեմաների մանրամասները հաջորդիվ։ Վիվալդի Քեթրինգ բազմազան փաթեթներից առաջատար ընտրությունը։ Փաթեթ ընտանեկան 5-ից 6 անձի համար ընդամենը $150 plus tax։ Ընտանեկան եւ մեծ հավաքույթների համար հատուկ փաթեթ 10-ից 12 անձի համար ընդամենը $300 plus tax։ Վիվալդի լանչ փաթեթ 10-ից 12 անձի համար ընդամենը $150 plus tax։ Ընտրեք ձեր ճաշակին համապատասխան կոմբոն։ Վիվալդի Քեթրինգ համի, որակի եւ առատության առաջատարը։ Արմեզիայի YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ, բարև ձեզ, կանխավ շնորհակալություն մեզ մշտապես աջակցելու համար, իսկ եթե առաջին անգամ եք դիտում, ապա բաժանորդագրվեք ալիքին։ Գլենդելի ոստիկանության վարչությունը հայտարարել է, որ հունիսի 27-ին քաղաքում անցկացվելու է վարորդների սթափության հատուկ ստուգում, հայտնի որպես DUI checkpoint։ Ստուգման կետը գործելու է երեկոյան ժամը 6-ից մինչև գիշերվա ժամը 2-ը։ Ոստիկանությունը չի հրապարակել ճշգրիտ վայրը։ Իրավապահները նշում են, որ վայրերը որոշվում են հաշվի առնելով ալկոհոլի կամ թմրամիջոցների ազդեցության տակ վարելու հետևանքով տեղի ունեցած վթարների վիճակագրությունը։ Ոստիկանությունը նաև հիշեցնում է, որ ոչ սթափ վարելը վերաբերում է ոչ միայն ալկոհոլին։ Որոշ դեղատոմսային եւ առանց դեղատոմսի վաճառվող դեղամիջոցներ կարող են ազդել մարդու վարելու ունակության վրա։ Բացի այդ, թեև բժշկական եւ ժամանցային նպատակներով մարիխուանայի օգտագործումը Կալիֆոռնիայում օրինական է, դրա ազդեցության տակ մեքենա վարելը շարունակում է մնալ ապօրինի։ Ոստիկանության տվյալներով առաջին անգամ DUI մեղադրանքով դատապարտված վարորդները միջինում կարող են բախվել շուրջ $13,500 տուգանքի եւ այլ ֆինանսական պատժամիջոցների, ինչպես նաեւ վարորդական իրավունքի ժամանակավոր կասեցման։ Այսօր առավոտյան Կալիֆոռնիայի գյուղատնտեսական շրջանը ցնցվել է վերջին տասնամյակների ամենաուժեղ երկրաշարժերից մեկով։ Նախնական տվյալներով երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.6 մագնիտուդ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով էպիկենտրոնը գտնվել է Մենդոսինո շրջանի փոքր գյուղատնտեսական քաղաքների հատվածում, Վիլից քաղաքից մոտ 12 կիլոմետր հյուսիս-արևմուտք։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև տարածաշրջանի այլ բնակավայրերում։ Մենդոսինո շրջանի իշխանությունները հայտնել են, որ հիվանդանոցներ են տեղափոխվել որոշ տուժածներ, սակայն նրանց վնասվածքների բնույթի կամ ծանրության վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Երկրաշարժի հետևանքով ավելի քան 6000 բնակիչ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Երկրաշարժից հետո մեկ ժամվա ընթացքում գրանցվել են նաև մի քանի հետցնցումներ մինչև 2.7 մագնիտուդ ուժգնությամբ։ Գլենդելի քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկությամբ քաղաքի նոր ոստիկանապետ է նշանակել երկարամյա իրավապահ Ռոբերտ Վիլյամսին, որը մինչ այդ զբաղեցնում էր ժամանակավոր ոստիկանապետի պաշտոնը։ Նոր ոստիկանապետը նշել է, որ իր ամբողջ չափահաս կյանքը նվիրել է հենց այս համայնքին ծառայելուն եւ վստահեցրել, որ հանրային անվտանգությունն առաջին հերթին մարդկանց եւ վստահության մասին է։ Քաղաքային խորհրդի անդամները նշել են, որ Վիլյամսը Գլենդելի ոստիկանությունում անցել է գրեթե բոլոր աստիճաններով, իր կարիերան սկսելով որպես ոստիկանության կադետ եւ հետագայում ղեկավարելով վարչության տարբեր ստորաբաժանումներ։ Քաղաքապետ Արդիկ Հասախյանը ելույթում առանձնահատուկ անդրադարձել է նոր ոստիկանապետի ինքնությանը։ Սա քաղաքի համար շատ կարևոր օր է։ Դուք հայ-ամերիկյան ծագում ունեք եւ նաեւ Գլենդել հայսքուլի շրջանավարտ եք։ Ձեր ուսերի մեծ ու ծանր բեռ է դրվել։ Սուրբ գրքում ասվում է, ում շատ է տրվել, նրանցից շատ էլ կպահանջվի, ասել է Հասախյանը։ Իր հերթին Վիլյամսը եւս ընդգծել է, որ պաշտոնը որպես ձեռքբերում չի ընկալում։ Ես դրան չեմ նայում որպես ձեռքբերման, ես նայում եմ որպես պատասխանատվության։ Գլենդելի քաղաքային խորհուրդը հունիս ամիսը պաշտոնապես հռչակեց LGBTQIA+ Pride ամիս եւ ի պատիվ դրան Գլենդելի քաղաքապետարանի շենքը լուսավորվելու է Pride դրոշի գույներով։ Քաղաքապետ Հասախյանը ընթերցել է հռչակագիրը, ըստ որի քաղաքաճանաչումը LGBTQIA+ համայնքի անդամների ներդրումը, դիմացկունությունն ու ձեռքբերումները եւ վերահաստատում իր հանձնառությունը կառուցելու այնպիսի համայնք, որտեղ յուրաքանչյուր բնակիչ եւ այցելու իրեն կզգա անվտանգ,
գնահատված եւ հարգված։ Այնուհետև ելույթ ունեցավ քաղաքային խորհրդի նորընտիր անդամ Ալեկ Բարտրոսովը, որը ներկայացավ որպես LGBTQ համայնքի հպարտ անդամ։ Նրա խոսքով ինքը մեծացել է Գլենդելում 1990-ականներին, երբ քաղաքում չկային Pride հռչակագրեր եւ դպրոցներում չկային LGBTQ աջակցող խմբեր։ Նա նշել է, որ դժվար ժամանակներ էր Գլենդելում որպես գեյ երեխա մեծանալու համար։ Ավարտին հնչել է մեկ այլ անդամի հայտարարություն։ Շաբաթ օրը Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ կանցկացվի Gay Pride պարադ։ Իսկ շարունակությունում հավելվել է, որ մասնակիցների հավաքը նախատեսված է առավոտյան ժամը 10-ին Արցախ փողոցում։ Քանի որ սա լուրերը եւ որդեգրել են կանաչառ ու անկողմնակալ լրատվություն հայտնելու ձևաչափը, թույլ տվեք չխախտել ոչ այդ սկզբունքը եւ ոչ էլ խտրական վերաբերմունք արտահայտել։ Ավելի ուշ կունենամ Facebook-յան իմ անձնական էջով ուղիղ եթեր, որի ընթացքում էլ կանդրադառնամ այս հարցին։ Փոխային այս թողարկման այլ խորհուրդ կտամ։ Այս շաբաթ, հենց շաբաթ օրը Cal State համալսարանի մարզահրապարակում տեղի կունենա Հայաստանի-Իռլանդիա բասկետբոլային հանդիպումը։ Կարող ենք միասին աջակցել մեր ընտրանում։ Մեր ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել առաջիկա հանդիպումներին։ Այսօր թիմն անցկացրել է բաց մարզում, հնարավորություն տալով երկրպագուներին եւ լրագրողներին ավելի մոտիկից ծանոթանալ հավաքականի առօրյային ու տրամադրությանը։ Բաց մարզման ընթացքում մեր նկարանող խումբը զրուցել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանի, բասկետբոլիստ Դավիթ Խաչատրյանի եւ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի հետ։ Գլխավոր մարզիչը նշել է, որ թիմում տիրում է բարձր տրամադրություն, իսկ խաղացողները կենտրոնացած են առաջիկա հանդիպումների վրա։ Նրա խոսքով յուրաքանչյուր հավաք նոր հնարավորություն է ստեղծում ոչ միայն հաղթանակի համար պայքարելու, այլև ազգային հավաքականի խաղային համակարգն ավելի ամրապնդելու եւ նոր մակարդակի հասցնելու համար։ Լոս Անջելեսում էլիտային խաղ է մեզ համար, քանի որ խաղալու ենք հայ մարզասերների աջակցությամբ եւ սա սովորական հանդիպում չէ։ Դրանից հետո Նորվեգիայի հետ խաղն է, հուսով ենք դրական արդյունքով կավարտվի նախընտրական փուլը, որովհետեւ մյուս տարվա օգոստոսին շարունակությունն է լինելու անկախ այս խաղի արդյունքից եւ կարող եմ ասել, որ տարեստարի այստեղ մեր համայնքում հետաքրքրությունը դեպի բասկետբոլ, դեպի հավաքականներ մեծանում է, դրա վառապացույցն է, մենք տեսնում ենք հավաքականի կազմում 16-17 տարեկան տղաներ կան, որոնք այստեղ են հանդես գալիս, այստեղ են մեծացել ու հույս ունենք, որ այս ռիթմը կպահպանվի, որ տարեստարի էլ ավելի մեծ ոգևորություն կլինի համայնքի շրջանում։ Մեր նպատակն անկեղծ ասած օլիմպիական խաղերին մասնակցելն է։ Ես որևէ սահման չեմ ուզում դնել մեր առջև, բայց եթե կարողանանք որակավորվել օլիմպիական խաղերին, դա հրաշալի կլինի։ Հատկապես հաշվի առնելով, որ 2028 թվականի օլիմպիական խաղերը կանցկացվեն այստեղ Լոս Անջելեսում։ Իհարկե ճանապարհին շատ նշաձողեր կան, շատ խաղեր պետք է հաղթեն, որպեսզի կարողանանք հայտնվել այդ թիմերի շարքում։ Այս պահին մենք դեռ այնտեղ չենք։ Մենք պետք է շարունակենք կառուցել եւ զարգանալ։ Մեր վերջնական նպատակը կարող է լինել օլիմպիական խաղերը, բայց հիմա փոքր քայլերով ենք առաջ շարժվում։ Մենք զարգանում ենք ամեն օր եւ պարբերաբար գնահատում մեր աշխատանքը։ Եթե ամեն օր աշխատենք ու տարեցտարի առաջընթաց գրանցենք, մի օր հետ կնայենք եւ կասենք. մենք իսկապես շատ լավ բան ենք կառուցել։ Հայ Իռլանդիայի խաղը իրական է, բայց պակաս կարևոր չի, եթե իհարկե մենք ճիշտ տրամադրվենք խաղին, էլի, անենք այն ինչ որ մեր վրա դրված է, էլի, մեր պարտականությունները կատարենք նորմալ, ոնց որ ստեղ խաղանք նույնը կփոխանցվի Նորվեգիայի խաղին։ Նորվեգիայի խաղը հա խմբային վերջի խաղն է, ցավոք պարտությունները շատ է, ամեն դեպքում հաղթանակի համար ենք գնալու, որովհետև պարտվել ենք, բայց պարտվել ենք վատ ենք պարտվել, սենց ասեմ, որովհետև առավելություններ ունենալով հա կորցրել ենք ինչ-ինչ խնդիրներով, ինչ-որ մի բան պակասեր, ինչ-որ մի բան ավել էր։ Հույս ունենք, որ այն սխալները, որ արել ենք Բուլղարիայի ու Նորվեգիայի առաջին խաղի դեմ, չի լինի։ ԱՄՆ դաշնային դատավոր Քեյսի Փիթսը որոշում է կայացրել, որով ամբողջ երկրի տարածքում արգելվում են ներգաղթային դատարաններում իրականացվող ձերբակալությունները, հերթական իրավական հարվածը հասցնելով Թրամփի վարչակազմի ներգաղթային քաղաքականությանը։ Դատավորը նշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման սկզբում ներդրված այս պրակտիկան ոչ միայն բավարար հիմնավորում չի ունեցել, այլ նրա խոսքով փաստացի ընդունվել է առանց պատշաճ որոշումների կայացման գործընթացի։ Սա արդեն երկրորդ դատական որոշումն է ներգաղթային դատարաններում ձերբակալությունների դեմ։ Մայիսին Նյու Յորքի դաշնային դատավորը նույնպես արգելել էր նման գործողությունները, սակայն այդ որոշումը տարածվում էր միայն Նյու Յորքի վրա։ Նոր որոշումը գործում է ամբողջ ԱՄՆ-ում։
Ի պատասխան ԱՄՆ ներքին անվտանգության նախարարության գլխավոր իրավախորհրդատու Ջեյմս Փերսիվալը խիստ քննադատել է վճիռը, այն անվանելով դատական լիազորությունների անցում։ Նախագահ Դոնալդ Թրամփը Կապիտոլիումում լարված հանդիպում է ունեցել հանրապետական սենատորների հետ, անսպասելիորեն չեղարկելով նաև երկուսակցական բնակարանային օրինագծի ստորագրման արարողությունը։ Նախագահի այս քայլը դարձել է վերջին շաբաթներին Սպիտակ տան եւ Կոնգրեսի հանրապետական մեծամասնության միջև աճող տարաձայնությունների հերթական դրսևորումը։ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի պատրաստվում ստորագրել բնակարանային օրինագիծը, քանի դեռ Սենատը առաջ չի տանում իր առաջարկած Safe America Act նախաձեռնությունը, որը պահանջում է, որ Միացյալ Նահանգներում քվեարկելու համար ներկայացվի քաղաքացիության ապացույց։ Չնայած հանդիպումից հետո Թրամփը այն անվանել է լավ հանդիպում, նա չի թաքցրել իր դժգոհությունը որոշ հանրապետական օրենսդիրներից, նշելով, որ սենյակում գտնվողներից մի քանիսի հետ համաձայն չէ։ Իրենց հերթին հանրապետական սենատորների մի մասը հույս ունեին հարթել վերջին շրջանում առաջացած լարվածությունը, սակայն նախագահի որոշումը նոր խնդիրներ է ստեղծել կուսակցության ներսում։ Սենատի մեծամասնության առաջնորդ Ջոն Թյունն նույնպես նշել է, որ բնակարանային օրինագիծը երկար ժամանակ մշակված նախաձեռնություն է, որը նախատեսում է մեծացնել բնակարանների առաջարկն ու մարդկանց համար հասանելի դարձնել բնակարան ձեռք բերելու ֆինանսավորումը։ Նրա խոսքով հույս կա, որ նախագահը վերջնականապես կստորագրի այդ փաստաթուղթը։ Այս իրադարձությունից անմիջապես հետո ԱՄՆ դաշնային դատավոր Դենիս Քասփերը մշտական արգելք սահմանեց նախագահ Դոնալդ Թրամփի առաջին ընտրական գործադիր հրամանի մեծ մասի նկատմամբ, հերթական իրավական հարվածը հասցնելով վարչակազմի արդեն ընտրական նախաձեռնություններին։ Որոշման մշտական ուժ է ստացել դեռ 1 տարի առաջ ընդունված նախնական արգելքը, որով ժամանակավորապես կասեցվել էին Թրամփի ընտրական համակարգը վերափոխելուն ուղղված մի շարք նախաձեռնություններ։ Հրամանի առանցքային դրույթներից մեկը նախատեսում էր, որ ընտրողների գրանցման ժամանակ քաղաքացիները պարտադիր ներկայացնեն ԱՄՆ քաղաքացիությունը հաստատող փաստաթղթեր։ Փաստաթուղթը նաև պահանջում էր չհաշվել այն փոստային քվեաթերթիկները, որոնք ընտրության օրվանից հետո են հասնում ընտրական մարմիններին, նույնիսկ եթե դրանք ժամանակին են փոստով ուղարկվել։ Բացի այդ, դաշնային ֆինանսավորման սահմանափակումներ էին նախատեսվում այն նահանգների համար, որոնք կհրաժարվեն կատարել նոր պահանջները։ Դատավոր Քասփերը եզրակացրել է, որ Միացյալ Նահանգների սահմանադրությունը ընտրությունների կարգավորման իրավասությունը վերապահում է նահանգներին եւ Կոնգրեսին, ոչ թե նախագահին։ Նրա որոշման համաձայն նախագահը ունի ընտրությունների նկատմամբ հատուկ սահմանադրական լիազորություններ, իսկ գործադիր հրամանով առաջարկվող փոփոխությունները խախտում են իշխանությունների տարանջատման սկզբունքը։ Սպիտակ տանն այսօր նախագահ Դոնալդ Թրամփի հյուրընկալել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին, քննարկվել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, Մերձավոր Արևելքի անվտանգությունը եւ դաշինքի ապագա առաջնահերթությունները։ Հանդիպան ընթացքում Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է բանակցությունները Իրանի հետ եւ ձգտում երկարաժամկետ համաձայնության, սակայն ընդգծել է իր վերջին եւ մշտական թեզը։ Վաշինգտոնը թույլ չի տա, որպեսզի Թեհրանը ձեռք բերի միջուկային զենք։ Քննարկվել է նաև Հորմուզի նեղուցի հարցը։ Նախագահ Թրամփը վերահաստատել է, որ միջազգային ջրային ուղիները պետք է բաց մնան ազատ նավարկության համար եւ չպետք է ենթարկվեն որևէ երկրի կողմից սահմանվող վճարների կամ սահմանափակումների։ ՆԱՏՕ-ի հարցով Թրամփը կրկին կոչ է արել եվրոպական դաշնակիցներին ավելի մեծ ներդրումներ կատարել պաշտպանական ոլորտում, նշելով, որ Միացյալ Նահանգները չի կարող անվերջ կրել դաշինքի անվտանգության հիմնական բեռը։ Նրա խոսքով բոլոր անդամ երկրները պետք է մեծացնեն ռազմական ծախսերն ու ավելի մեծ պատասխանատվություն ստանձնեն սեփական պաշտպանության համար։ Իր հերթին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նշել է, որ եվրոպական մի շարք երկրներ վերջին տարիներին զգալիորեն ավելացրել են իրենց պաշտպանական բյուջեները եւ շարունակում են ամրապնդել դաշինքի ռազմական կարողությունները։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն Պարսից ծոցի երկրների հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ Վաշինգտոնն ու իր տարածաշրջանային դաշնակիցները հիմնական հարցերում շարունակում են մնալ նույն դիրքորոշման վրա։ Ռուբիոն նշել է, որ Միացյալ Նահանգները բաց եւ անկեղծ քննարկումներ է վարում իր գործընկերների հետ եւ մեծ ուշադրություն է դարձնում նրանց մտահոգություններին ու առաջարկություններին։ Անդրադառնալով Իրանի կողմից առաջ քաշված Հորմուզի նեղուցի օգտագործման նոր մեխանիզմի գաղափարին, Ռուբիոն հայտարարել է, որ դժվար է պատկերացնել որևէ երկիր, որը կաջակցի միջազգային ջրային ուղիներից օգտվելու համար վճարների սահմանմանը։ Պետքարտուղարը նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգների անվտանգության երաշխիքները Պարսից ծոցի երկրների համար իրական են եւ ամրապնդվել են տասնամյակների ընթացքում։ Նրա խոսքով Միացյալ Նահանգները տարածաշրջանում ունի ռազմական ներկայություն, հակաօդային պաշտպանության համակարգեր եւ մշտական համագործակցություն գործընկեր երկրների հետ։ Անդրադառնալով Իրանի նկատմամբ պատժամիջոցների 60-օրյա ժամանակավոր թուլացմանը, Ռուբիոն հայտարարել է, որ դա բանակցային գործընթացի մաս է եւ փոխադարձ պարտավորությունների վրա հիմնված ժամանակավոր քայլ։ Լրագրողների հարցին, արդյոք բանակցություններում քննարկվում են Իրանի հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի հնարավորությունների սահմանափակումները, Ռուբիոն ուղիղ պատասխան չի տվել, սակայն նշել է, որ Միացյալ Նահանգները որևէ որոշում չի կայացնի, որը կարող է վնասել իր երկարամյա դաշնակիցների անվտանգությանը Մերձավոր Արևելքում։
Եվ թողարկման վերջում թույլ տվեք շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին Vivaldi Catering-ին, Inter United ֆուտբոլային ակադեմիային, Cosmo Palace ռեստորանին, Kozanyan Meat and Liquor, Kozanyan Family Market-ներին, Geris Moms Bakery։ Իսկ եթե առաջիկա միջոցառումը կազմակերպեք ու վստահեք Vivaldi Catering-ին, պատվերի ընթացքում անպայման նշեք, որ նրանց մասին տեղեկացել եք Armedia-ի միջոցով։ Ձեզ սպասվում է հաճելի անակնկալ։ Իսկ այսօրվա համար այսքանը։ Ես Արություն Մինասյանն եմ։ Շնորհակալ եմ ուշադրության համար։ Ամենակարևորը համբերատար եղեք, առողջ եւ խաղաղ ցտեսություն։